Ուրեմն ես ձեզ ասեմ, Միսկով ասեց, որ արշավը դադարել է։ Անպայման չի, որ արշավը այդպես գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի։ Ուրեմն եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված։ Ուրեմն 18 թվականից հետո շրջանառվեց արդեն մի թեզ, որ եկեղեցու պատմություն առարկան պետք է դուրս բերվի դպրոցից։ Հիմա սա եկեղեցու դեմ քայլ է, թե քայլ չէ։ Հիմա որքան էլ դա գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվեր, որ իբրև թե եկեղեցու եւ ժողովրդի պատմությունը միասնական են, դրանք պետք է միասին ներկայացված լինեն եւ այլ, պարզ է, չէ, որ այս քայլը ուղղված էր եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, ուրեմն նախընթաց շրջանում մենք ունեինք պրակտիկա, երբ որ մենք կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ որ մենք դիմում էինք, մեր տարբեր ծրագրերը ազատվում էին հարկերից եւ այդ շրջանակներում մենք իրականացնում էինք գործողությունները ավելացված արժեքի հարկից ազատվելու։ Այս ոլորտում եւս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։ Երրորդը դուք տեսաք, թե ինչպիսի գործողություններ իրականացվեցին, իհարկե դրանք այդպես չեմ կարծում, որ այտենց խորքային կարևոր բովանդակային երևույթներ են, բայց ինչ-որ ձևով արտացոլում են եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Ուրեմն մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր։ Ուրեմն խիստ տարակուսելի էր այդ դիվանագիտական անձնագրերը հավաքել, բայց թողնել դիվանագիտական անձնագրեր այնպիսի անձանց կամ տրամադրել այնպիսի անձանց, որը մեղմ ասած, ասենք, տարակուսելի էր։ Երկրորդը կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերը, այսպես ճղճին որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբրև թե ճանաչի։ Ուրեմն նման օրինակ գործողությունները երբեք չեն դադարել։ Դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում, ուրեմն դա կարծում եմ ավելի արտահայտվեց 20 թվականից հետո, երբ որ եկեղեցու կամ կաթողիկոսի կողմից հորդոր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտոնը։ Հիմա թե խորքային ինչ գործընթացներ են հաջորդել կամ նախորդել դրան, թե արդյոք իշխանության իրականացրած հակաեկեղեցական գործողությունները նաև աշխարհաքաղաքական ետնախորք ունեն, ես դժվարանում եմ դա ասել, բայց որոշ զուգադիպություններ խորը կասկածներ են առաջացնում, օրինակ խոր տարակուսանք է առաջացնում այն, որ Փաշազադեի հայտարարությանը հետևում է երկրի վարչապետի հարձակումը, կամ խոր տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի նախագահի եւ վարչապետի, Հայաստանի վարչապետի խոսույթների համընկնումը, զուգադիպությունները։ Հիմա սրանք կարող են մարդկանց մոտ որոշակի տպավորություններ ստեղծել։ Կարծում եմ այո, կասկածներ առաջացնել, այո։ Եվ կարող են կարծրած առաջացնել այն փաստերը, որ այսպես եկեղեցու նկատմամբ իրականացվող տոտալ հարձակումների, հակաօրինական, հակասահմանադրական հարձակումների ֆոնին դեսպանատների կողմից այսպես խորը լռություն է պահպանվում, երբ նախընթաց տարիներին մի ակտիվիստի անհամարժեք վարքագծին ոստիկանների հարձագանքելը դառնում էր համաշխարհային աղմուկի առարկա, բոլոր դեսպանատները միաբերան գոռում էին, որ ոտնահարվում է մարդկային իրավունքները եւ այլն։ Հիմա ինչպես եղավ։ Եկեղեցու դեմ իրականացվող այս հարձակումները, եկեղեցու բռնազավթումը, Հովանավանքի սեփականատերը գոնե ակնհայտ է, որ եկեղեցին է, Հովանավանքը բռնազավթված է։ Երկրի ղեկավարը, որ չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանը։ Ինքն է որոշում, թե ով պետք է լինի եկեղեցու կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով պետք է լինեն դրանք, ինքը իրեն իրավունք է վերապահում, ինչ-որ էքսպերտիզա սահմանել եկեղեցականների բարեվարկության հետ կապված։
եկեղեցականների ուրեմն կերպարի վերաբերյալ գնահատումներ է անում, բոլոր մարդիկ իր կերպարի հետ կապված, ժողովուրդը իր կերպարի հետ կապված որոշակի շատ լուրջ տարակույսներ ունեն, ինքը մտել է եկեղեցականների ուրեմն կերպարի գնահատման դաշտ։ Ուրեմն այս ամենը ենթադրում եմ արվում է իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։